Պարոն Սիմոնյան, երեքը պարտանում եք ձեր խմբակցություն փոխնախագահ Արտեմ Ռուբինյանը ասում էր, որ տեսեք ինչքան ընդդիմադիր համայնքապետեր դեռ կան աշխատում են, անմիջապես հաջորդ օրը Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց, այսինքն սպասենք այն ցուցակի հաջորդ համարը։ Ո՞նց է կալանավորվում Ռուսաստանում։ Հա, ուզում եմ ասեմ, որոշում կայացվեց, վճիռը հայո։ Դա եւս մեկ ապացույց է, որ նույնիսկ ազգային ժողովի փոխխոսնակը ավարտչության անդամ Ռուբեն Ռուբինյանը տեղյակ չի արկա իրավական process-ներից հակառակ պարագայում ինքը առնվազն դա չէր ասի ու երկրորդը կրկնում եմ ես արդեն մի տեսախցիկի ներկայությամբ դա արեցի հիմա նորից եմ ասում մնացած բոլորի համար բոլոր այն անձինք ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում էս ինչ դրամաբանություն է այսինքն այդ մարդը որ ջիպից դուրս երեք է հեղափոխության ժամանակ մարդ էր տշում մարդ էր խփում բաներ անում այդ բան դուք ուրիշ հարց տվեք գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես տեխնացու այդ տաղուն ով էր ճանաչում իր մասին միակ տեղեկություններն էր որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել բաներ Սերժ Սարգսյանը ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում բայց վատ է շախմատ խաղում նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում արվել է դա նրա համար որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյան հարց եմ տալի քաղաքական առումով ումա պետք Դավիթ Համբարձումյանը ումա հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով Ուզում եմ հասկանամ, քաղաքական տենց մեծ գիգանտ էր, ստեղ իմպիչմենտի process-ը եկել էր, հասել էր պիկին, իշխանությունը, այս ինչեր եք խոսում, ասենք, հասկացա, հարցը տվեցիք, բայց եկեք հարգենք մարդկանց։ Պարոն Սիմոնյան, այդ առումով եւս մի բան ասում են 6 տարի հատուկ թե 6 տարի 3 ամիս որոշել, որպեսզի համաներում չկիրառվի, այսինքն դա էլ է քաղաքական հրահանգով է դրել։ Բայց կարա չէ ինքը այդ որը վճիռը բողոքարկի։ Դե բա ինչ եք ուզում թող գնա բողոքարկի ինչ եք հիմա մտել այդ դատական process-ի մեջ բանման գալիս ասում եմ ումա պետք Դավիթ Համբարձումյան քաղաքական առումով խնդրում եմ բա եկեք ծուռը նստենք դուզը խոսանք impeachment-ի ենթադրենք impeachment-ի գործընթաց նույնիսկ չեն կարողանում իրանք քվեարկեն իրանք չեն քվեարկում իրանցով Քոչարյանի թիմը եւ Սերժի թիմը չի քվեարկում չեն կարողանում Դավիթ փողոցում ժողովուրդ չկա 6 ամիս հետո ընտրություններ է ումա պետք Դավիթ Համբարձումյանը այսինքն ինքն էլ ոչ մի բան չէր արել տենց կտրտված կադրեր հրապարակվեցին որտեղ ինքը բանի Կորյունի փողոցի վրա մարդած է ուզում հասկանամ AI-ով է սա դելով այդ AI-ին ինչ եղնում է AI-ին են մեղադրում Civic-ը պատվալ չունի